Միանշանակ քաղաքական հետապնդում է եւ մենք այդ գնահատականը տվել ենք հենց առաջին գործողությունները, որ տեղի ունեցան, մեզ համար արդեն պարզ էր, որ իշխանությունների կողմից հերթական ապօրինի գործողություններն են, շինծու մեղադրանքներով, արդեն պարզ է, ինչ գործիքակազմ է օգտագործում, նախ ճանաչելով Խաչիկ Գալստյանին, մտավորական, դասախոս, մարդ, որ միշտ աչքի է ընկել իր համարձակ հայացքներով, իր պայքարի ոգով եւ անկոտրում անձնավորությունը հրաշալի մարդ է, լավ առումով մեծ հայ մարդ է եւ բնականաբար իշխանությունները անհանդուրժող են բոլոր նման հայրենանվեր մարդկանց մտավորականների եւ հատկապես այն մարդկանց, որ երբեք չեն ընդգրկել, երբեք չեն հուսահատվել եւ պայքարը շարունակել են այս տարիների ընթացքում միշտ պայքարի առաջնագծում ա եղել եւ այս մարդիկ իշխանությունների կոկորտին են, ասենք նման բան անգամ գոնե թե մոտիկ լիներ, կասենք ինչ որ չի տեղավորվում ոչ բարոյականության, ոչ պատկերացումների, ոչ այն մարդկանց, որ ճանաչում են Խաչիկ Գալստյանին, բնականաբար շինծու մեղադրանքներ, արդեն պարզ է սցենարը, ինչ սցենարով են գնում, ես կարծում եմ այս ամեն ինչը կանցնի, բայց ես նաև ուզում եմ ասել, որ վաղ թե ուշ բոլոր մեղավորները պատասխան են տալու, այս ամեն ինչի, այս ապօրինությունների, այս մարդկանց ընտանիքներին պատճառած այն բոլոր զրկանքների, այն հալածանքների համար, որ տասնյակ մեր քաղաքական գործիչներ, մարդիկ անցնում են այս գործերով, այսինքն սցենարը նույնն է, նման է, մեկին ահաբեկչություն, մեկին, չգիտեմ, ընտրակաշարք, մեկին փողել, այսինքն պարզ է, այս ամեն ինչի համար է կատարվում եւ տեղավորվում է այն բանի մեջ, ինչ որ ասել է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչ էր ասում էր այն բոլոր մարդիկ, որոնք որ իմ դեմ կգործեն, այսպես ասած, կհայտնվեն քրեակատարողական հիմնարկում։ Ասում էր ձևը գթեք, չէ՞, ասում էր ձևը գթեք, խանութ փակեք, ձևը գթեք, այս մարդուն տարեք, ձևը գթեք այն մարդին։ Բարձ է, որ ուղղորդվում է, իրապահ համակարգը ուղղորդվում է այս ամեն ինչը ուղղորդումների միջոցով է տեղի ունենում եւ խոսել անկախ դատական համակարգի մասին, որ մենք հույս ունենանք, որ դատական մարմինները անկախ որոշում կկայացնեն, արդեն այս երկրում անկախ համակարգեր գրեթե չեն մնացել, հաշվի առնելով այն ամեն ինչ որ տեղի է ունենում։ Չեք կարծում, որ այս ամենի պատճառը 2026 թվականի ընտրություններն են, այս կերպ փորձում են Իհարկե, ճնշում գործադրել, վախեցնել ազատ մարդկանց, այն մարդկանց, որոնք որ այս տարիներին գործարքի չեն գնացել, չեն լռել, շարունակել են պայքարը եւ շարունակում են պայքարը, այդ մարդիկ կներեք աչքի գրողն են դարձել իշխանությունների եւ մեկի ջեբը պլան գցելով, մեկին էս անելով, մեկի այսինքն աբսուրդ շինծու հորինովի մեղադրանքներ եւ այս առումով նաեւ ինքը փորձում է նաեւ դաշտը ազատել նման համարձակ մարդկանց նաեւ բանտարկելով փորձում է դաշտը ազատել, բայց համենայն դեպս իր մոտ չի ստացվելու այն մարդիկ, որոնք որ այս գործերով անցնում են, իրենք ամուր պինդ նաեւ իրենց հայացքները ամփոփող, իրենք որպես մարդ տեսակը իրենց բահող, ես պայքարի ընթացքում շատ եմ շփվել պարոն Գալստյանի հետ եւ ես համոզված եմ, որ նման նվիրյալ մարդկանց սենց բաներով անհնար է վախեցնել եւ անհնար է կոտրել այդ մարդկանց ոգին, կամքը, վճռականությունը եւ այս առումով իրենց մոտ չի հաջողվելու։ Ընդամենը հերթական ականատեսն հերթական կարված գործի եւ կրկնում եմ վաղ թե ուշ այդ մարդիկ սրա համար պատասխանատվություն են կրելու հուսալ որ ես կարող եմ ոչ ականջահաճո բան ասեմ, բայց ամենայն դեպս շատ քիչ հույսեր եւ ակնկալիքներ կա, որ դատական համակարգը ի վերջո այդ ճնշումը իր վրից կթոթափի եւ անկախ անկողմնակալ որոշում կկայացնի։
Քանի որ առջևում 2026 թվականի ընտրություններն են, ինչ եք կարծում, նման երևույթները, ձերբակալություններ, խուզարկություններ շարունակական կլինեն։ Այո, այդ գրեթե ամենօրյա ռեժիմով մենք դրա ականատեսն ենք լինում եւ եթե հակառակ կողմից էլ նայում ես բոլոր այդ գործերը, ինչ որ կա, տեսնում ես, որ հերթով այդ շինծու գործերը բոլորի պարագայում հերթով պայթում են, տրակում են, այդ գործերի մեջ ընդգրկվում են տասնյակ քննչական մարմնի աշխատողներ, չգիտեմ, ամբողջ այդ համակարգը իրենց ամենօրյա պարտականությունները կատարելու տեղ, օրինակ ազգային անվտանգության ծառայություններ, այլ ծառայություններ, որ պարտավոր են մեր հայրենակիցների խաղաղ անդորը ապահովելու, լցված են լինում հենց այս գործերով։ Եվ այս առումով հստակ է, այս ամեն ինչը պարզ եւ ակնհայտ է, պետք է կույր լինես, որ չտեսնես այս ամեն ինչը, եւ ի վերջո իրենց գերնպատակը հենց 26 թվականի ընտրություններին ընդառաջ բոլոր կարող ուժերին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին փորձել սրանով վախեցնել եւ նաեւ այս ամեն ինչը նաեւ արվում է այդ կուսակցությունների համախոհներին որոշակի ազդակներ ուղարկելով, բայց ես հակառակը ասեմ, բոլոր նմանատիպ դեպքերը նաև հակառակ ազդեցություն են թողնում, ավելի են ամրանում շարքերը, ավելի են մարդիկ միմյանց նկատմամբ ավելի սրտացավ ու ավելի ամուր, ավելի կուռ են լինում այս առումով։